Այսօր կնայենք Բերտրանի պարադոքսը, ինքը տենց համ որպես ուղղակի հաղթեսի խնդիր հետարքիր խնդիր է, համ էլ տենց շատ լավ գովազդա, թե ինչի արժի մաթեմանելուց տենց չասել դե լավ մենակ կիրառական բաներ է, այլ տենց տեսական մակարդակի փորձել մի քիչ ավելի չոր սահմանումներ տալ ինչ-որ բաներին, անցնենք խնդրին, բայց լավ։ Ունենք սենց երկու հատիկ շրջանագից, այս մեկի մակերես շարավիղը ասենք մեկ է, այս մյուսինը երկու, հենց նույն կենտրոնը ունեն, ինչ ենք անում։ Բռնում ենք, վերցնում ենք ինչ-որ մի հատ լար, ժմբ, այս լար եղավ։ Հիմա, ուզում ենք հասկանանք, ինչքան է հավանականությունը, որ պատահական վերցրած լարը կհատի այս մեր պուճուր շրջանագիծը։ Այս մեկը օրինակ չհատեց, այս մեկը են էլ ոնց հատեց։ Հիմա մի քիչ դժվար է որպես այդպեսին հասկանալ ոնց մոտենալ այս խնդրին, բայց կարանք հաշվի առնենք մի հատ այսենց փաստ դպրոցից սովորած, շատ ծիրուն շրջաններ եղան իհարկե, որ եթե ունենք մի հատ ինչ-որ լար, տանենք այս լարի միջն ուղղահայացը, այսինքն վերցնում ենք միջնակետը, տանում ենք ուղղահայաց։ Ինքը գալու է անցնի այս մեր կենտրոնով։ Ստեղ սա ցանկացած լարի մասին է խոսքը։ Այս սիրուն փաստից կարանք ինչ ասենք, կարանք ասենք, որ կարող է լարը դիտարկելու փոխարեն ուղղակի դիտարկենք մի հատ ինչ-որ ուղղակի իր միջնակետը, ասենք եթե այս կետը վերցնեմ, կարամ ես այս կետից վերականգնեմ այդ լարը, որը որ իրանով կառուցվում է, ինքը միակն է լինելու։ Որտեվ կոնկրետ այս լարի համար կոնկրետ էս է միջնակետը, ուղղայաց տանում ենք, գայս է դեպի կենտրոն, ու սենց ոնց որ խնդիրը վերաձևակերպենք, ասենք լարերի մասին եկեք մոռանանք, ուղղակի դիտարկենք իրանց այս կենտրոնական կետերը, ու հիմա խնդիրը ինչին է գալու, որ եթե այս կենտրոնական կետը այս շրջանից դուրս է, պուճուր շրջանից, իրանով իր հետ ասոցացված բանը, լարը նույնպես դուրս է լինելու։ Պետք է լինի այս շրջանի ներսում, որ իր հետ լարը գա այս շրջանը հատի։ Որ դրանով գայս ենք նրան, որ խնդիրը ձևակերպում ենք որպես օքեյ, ունենք մի հատ այս մեր շրջանագիծը, ունենք այս շրջանագիծը, վերցնում ենք մի հատ պատահական կետ, ինչքան է հավանականությունը, որ այդ կետը կլինի այս պուճուր շրջանագծի մեջ, ստեղ էլ մեզ օգնության կարա գա մեր սիրելի երկրաչափական հավանականությունը, որ ուղղակի կարանք բռնենք մակերեսները բաժանենք։ Օրինակ եթե ունենայինք մի հատ sense քառակուսի, մի հատ էլ կողքը երկրորդ քառակուսին, հավանականությունը որ կետը կընկներ այս մի քառակուսու մեջ ոչ թե այս ընդհանուրի, կարանք ուղղակի ասենք այս սրա մակերես բաժանած ամեն ինչի մակերես, չէ՞։ Ասենք 1/2։ Նա նույն պատմությունը ստեղ է։ Ուղղակի ստեղ այս սրա մակերեսը լինելու է պի։ Սա այս մեզ հետարքրող դեպքերն են, հաջող դեպքերը։ Իսկ ընդհանուր դեպքերի քանակը կլինի 2-ը պի քառակուսի, այսինքն ստեղ կդառնա 4 պի։ Ստացանք 1/4։ Ուռա։ Լավ, բերեք փորձենք մի հատ ուրիշ տարբերակով լուծենք, էլի այս խնդիրը։ Էլի այս մեր շրջանագծերն են, ժմբ։ Եթե օրինակ դիտարկեմ այս լարը, այս բոլոր լարերը նայեմ, որ եթե ստեղ XY նայենք, այս X-ին ուղղահայաց են օրինակ, մի հատ կարող չի ուղղակի մի հատ ինչ-որ առանցք վերցնեմ ու իրան ուղղահայաց լարերը նայեմ, խնդիրը ոնց որ թե բավականին կհեշտանա լուծել, որովհետև կարանք վերցնենք, այսպես դիտարկենք այս տրամագիծը, ու հիմա արդեն հարցը գալու է նրան, որ այս տրամագծից այս ինտերվալից այս հատվածից այս ինտերվալի մեջ է ընտրած կետը, թե ինտերվալից դուրս է ընտրած։ Որտեվ եթե այս ինտերվալի մեջ լինի, սենց այս սա դիտարկենք, դա գալու է հատի, իսկ եթե սրանից դուրս լինի, արդեն կպլստա այս բանին չի հատի։ Արդյոք կարանք սենց ձևակերպենք խնդիրը թե չէ, դե ոնց որ եթե ունենք մի հատ ինչ-որ ուրիշ լար, որ այս տեսքով չի մեր մոտ, կարանք բռնենք ուղղակի ու այս լարը, այսա օրինակ, պտտենք, սենց դանդաղ այս երկու կետերը վերցնենք, սենց տեղափոխենք միաժամանակ, ու իրան բերենք ուղղակի դարձնենք էլի այսենց նույն ուղղվածություն ունեցող լար։ Ու սա ոնց որ լրիվ էկվիվալենտ են լինելու, նես չի, այս մեկը կարա հատի, այս մյուսը չի կարանալու հատի։
ու տենց ցանկացած լարի հետ եթե սենց անենք, դե նա արդեն խնդիրը եկավ դիտարկել մենակ այս լվաները։ Սա էլ եթե հաշվենք, ստեղ ունենք այսքանը երկարությունը 2-ա, այսքանը 4-ա, դե ստանում ենք 2-ը բաժանած 4-ի, այսքան պատասխան 1/2։ Ահա, հրաշալի։ Միակ իսկականից հետարքիր բանը, տենց ջիգարով հետարքիր բանը հենա, որ 1/4-ը 1/2-ին հավասար չի։ Բա ոնց են եղավ։ Դե, ընդեղ մի հատ ուրիշ մոտեցում է կարելի անել, որտեղ ասենց անկյուններով բանով գնանք, այտենց է 1/3 ենք ստանալու պատասխանը։ Տարբեր պատասխաններ ա, որտեղ իրականում տարբեր խնդիրներ ենք լուծում։ Հա մեզ կարող է թվա, որ օքեյ, ուղղակի պատահական լարեր ենք վերցնում, բայց այստեղ իրականում շատ տարբեր ձևով է այս պատահական լարի սահմանումը տրվում։ Ու մի քիչ ավելի տեխնիկապես ասած, այս 3 տարբեր մեր էքսպերիմենտների տակ ընկած հավանականային մոդելները տարբեր են։ Այսինքն եթե դիտարկենք այս մեր մուշկետյորների եռյակը հաղթեսի, օմեգան f-ը ու p-ն, այս եռյակները հաղթես մոդելի տարբեր են այս խնդիրների համար։ Դրա համար խնդիրներն են տարբեր։ Դրա համար տարբեր պատասխաններ են տալիս։ Բայց այդ sense ինտուիտիվ ուղղակի որ բռնում ենք, sense ուղիղ գնում ենք լուծելու, ոնց որ թե ամեն ինչում էլ տրամաբանական քայլեր ենք անում, բայց դե պետքա մի քիչ ավելի ճշգրիտ լինել այստեղ։ Եթե ուզում եք ավելի մանրամասն սրանից ուսումնասիրեք, մի հատ հղում կդնեմ Tribble Van Braun-ի number file-ում արածից ու կարաք կարդաք Հայկ Ալեքսանյանի Fantastic Note-երում, շատ լավ գրած է։